Իմ նախատոնական հաղորդման հյուրը հոգեբան Մարիամ Մեհրաբյանն է։ Որևէ մեկը ձեր փորձությունը ձեր կոշիկներով չի անցնելու։ Ինչ հոգեբանությամբ եւ ինչպես դիմավորել նոր տարին, որ այն լինի բարի, խաղաղ ու ներդաշնակ։ Ամանորի զանգերը հենց ինքը անվանականչն է, որ բոլորս պետք է հավաքվենք։ Ինչպես առաջին անգամ Մարիամը հանդիպեց իր ամուսնուն, Տեսնում ինչ որ մեկը վերջի նստարանին շատ անհրապույր հենված է նստարանին, ով էր թերթի ետևում թաքնված երիտասարդը եւ ինչու էր նա թաքնվում Մարիամից։ թերթ էր վերցնում, մուտքի մոտ սենց թերթով սպասում է ինձ, երբ որ ես իշխում թերթը իջացնում է, ու աննկատ հետևից գալիս է։ Ամանորյա հրաշալի հուշեր, որոնք տանում են անցյալ, որտեղ Մարիամի մանկության գույներն են։ Մինչև 31 ժամը 11-ը բոլորիս դռները կրնկի վրա բաց էին, սպիտակ տոնածառներին երազանքը, իսկ ես ունեի փոքր կանաչ տոնածառ։ Մարիամի անակնկալ հյուրը մեր տաղավար եկավ Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան գալուց անմիջապես հետո։ Նա այսօր մենակ չէ մեր տաղավարում։ Ով է Մարիամ Մեհրաբյանի նամակի հեղինակը։ Անկեղծ չեմ կռահում այս առաջի 3 տողից։ Ամանորը, այո, երեխաների համար լավագույնն է, բայց չպետք է երեխայի ծնողները լինեն հևի հևոցով սեղանին մոտեցող։ Խոստովանություն, ուրբաթ օրը, 22:30-ին